Սիրելիներս, ջերմ բարևներ բոլորիդ, հուսով եմ լավ եք, մենք լավ ենք, նորմալ, ամեն ինչ կարգին է, այս տեսանյութն ուզում եմ սկսել մի քանի հարցի պատասխանելով, որ հնչեցրել եք մեկնաբանությունների դաշտում, հարցերից մեկը հիմա կկարդամ, բայց պատասխանը հիմա չեմ տա, այլ դրա մասին հատուկ առանձին տեսանյութ կպատրաստեմ ձեզ համար, վստահ եմ շատ հետաքրքիր կլինի, բոլորիդ կհետաքրքրի, հարցը հետևյալն է, լսել եմ, որ Հնդկաստանում մահացած մարդկանց այրում են, ճիշտ է դա, թե ոչ, իսկ եթե մարդն ունի հայտնիություն, ասենք օրինակ դերասան է, երգիչ է, բժիշկ է, այդ կարգի մարդկանց են վառում, թե հուղարկավորում են, հարցնում է Նունե Խաչատրյանը, այս թեմայով ծավալուն նյութ կներկայացնեմ, որը վստահ եմ շատ հետաքրքիր կլինի ձեզ համար, թե ինչու հինդուները մահացածին չեն դիահերձում, թե ինչու են բամբակ դնում քթանցքները, ինչու են սպիտակ հագնում եւ այլն, կխոսեմ իրենց ավանդույթներից, ծեսերից, ինչ ծեսեր են կատարվում մահվանից հետո, կլսեք, կհամեմատեք տարբերությունները, նմանությունները իրենց ծիսակարգերի եւ մեր հայերիս ու ընդհանրապես քրիստոնյաների, եթե այս թեման ձեզ իսկապես հետաքրքիր է, գրեք կոմենտներում, մի խոսքով սպասեք։ Հիմա ուզում եմ պատասխանել Ռուզաննայի հարցին։ Գոհ եք պայմաններից, շոկից, կմնայք ապրելու ընդմիշտ։ Նման հարց էլի եմ ստացել, թե արդյոք կցանկանայի ընդմիշտ ապրել Հնդկաստանում։ Դե տեսեք հարգելիներս, եթե ավելի բարենպաստ, ավելի բարեկարգ երկրում ապրելու հնարավորություն լիներ, իհարկե կցանկանայինք տեղափոխվել, բայց եթե լավ աշխատանքի առաջարկով լիներ այդ հնարավորությունը, այդ դեպքում այո, իհարկե, ինչու ոչ։ Հիմա այդպես չեմ կարող միանշանակ ասել, որ ընդմիշտ կցանկանայի կամ չէի ցանկանա այստեղ ապրել։ Հնդկաստանում էլ կարող ես ստեղծել քո հարմարավետությունը, քո շրջապատը ու այդպես երջանիկ ապրել։ Եթե հնարավորություն ունենայի ընտրելու այստեղ շարունակել ապրել, թե մեկ այլ ավելի բարեկարգ երկրում, ես գուցե ընտրեի այդ մեկ այլ բարեկարգ երկիրը, չնայած մինչև չապրես երկրում, չես իմանա իսկապես լավ է կյանքը այդտեղ կամ կարողանում ես հարմարվել թե ոչ, որովհետև ապրելով միայն տարբեր հարցերի բախվելով, խնդիրների բախվելով, նոր հասկանում ես քեզ համար դժվար է այդտեղ ապրելը, թե ոչ։ Իհարկե ամեն երկիր ունի իր առավելությունները եւ թերի կողմերը։ Ես արդեն 10 տարի է Հնդկաստանում եմ ապրում ու գիտեմ եւ առավելությունները եւ թերի կողմերը, այստեղ էլ կան իհարկե առավելություններ, որ օրինակ եվրոպական երկրներում չկան, որոնցից մեկը էժան աշխատուժն է, որ կարող ես ցանկացած գործում ինչ որ մարդկանց վարձել, ովքեր քեզ կօգնեն, քո հոգսը կթեթևացնեն։ Ամեն երկրում էլ կան դժվարություններ ու այդպես միանշանակ չէ, որ այ տեղափոխվեմ այս երկիր, 100% երջանիկ կլինեմ կամ շատ ավելի լավ կլինի ինձ համար, քան հիմա որ կա։ Ամեն երկրում էլ լինելու են այդ դժվարությունները, ուղղակի դժվարությունների բնույթն է այլ լինելու։ Օրինակ, եթե ես այս երկրում ինչ որ խնդիրների եմ բախվում, գուցե երկիրը փոխեմ, օրինակ գնամ Միացյալ Նահանգներ, այս խնդիրները, որ հիմա ես ունեմ, չլինեն ու այլ խնդիրներ առաջ գան, արդեն յուրաքանչյուր մարդ ինքը պիտի որոշի, թե որ տեսակի, որ բնույթի խնդրին է պատրաստ բախվելու, իսկ որին ոչ։ Եղանակային պայմաններին հեշտությամբ չեմ հարմարվել, սկզբնական շրջանում բավականին դժվար էր ինձ համար։ Հիմա կարող եմ ասել, որ այդքան էլ դժվար չէ, ինձ այդքան շատ չեմ կենտրոնանում եղանակի վրա ու հա հիշեցի, որ հետևորդուհիներիցս մեկը Տիկին Սեդան, եթե չեմ սխալվում, հարցնում էր, թե այդ ինչպես է, որ ես չեմ մքանում, աշխիս գույնը չի փոխում, այսքան շոկ կլիմայական պայմաններում ապրելով, իսկ Երևանում իրենք շուտ սևանում են ամառվա ամիսներին։ Հարգելիներս, ես արևի տակ դուրս չեմ գալիս շատ, ես հիմնականում կոնդիցիոների տակ եմ անցկացնում իմ օրը, եթե անգամ իհարկե դուրս ու ներս եմ անում օրվա մեջ, դա տևում է շատ կարճ ժամանակ ու աշխատում եմ հենց այդ շատ շոկ ու շատ արևոտ ժամերին դուրս չգալ։ Եթե դուրս էլ գալիս եմ, շատ երկար չեմ կանգնում արևի տակ, կամ մեքենայով եմ լինում, կամ ռիքշայով եմ լինում, քայլելիս էլ կարճ ճանապարհ եմ անցնում, չնայած լինում է, որ վլոգի համար ուզում եմ նկարել, պես իջնում եմ, էլ հաշվի չեմ առնում արև է, արև չէ, նկարում եմ, քայլում եմ երկար, բայց թե արևապաշտպան կրեմ օգտագործում եմ, հիմա էլ այդ արևապաշտպանների պահով այնքան հակասական կարծիքներ կան, լսում ես համացանցում, մեկն ասում է, թե շատ լավ է, անպայման պետք է օգտագործել, անգամ եթե դրսում չես տանն ես, մյուսը պնդում է, թե դրանք շատ վատ են մաշկի համար, մի խոսքով քաղցկեղածին ինչ որ բաներ են պարունակում,
շարունակում հիմա համացանցում բոլորը պրոֆեսորներ են, փիլիսոփաներ են, հոգեբաններից սկսած ամեն բոլոր մասնագետները այսպես ոտքի են կանգնել ու ամեն մեկն իր կարծիքն է, իր տեսակետն է պնդում, չգիտես ճիշտ ու սխալը, որն է ճիշտ, որն է սխալ, որին հետևես։ Մի խոսքով դա էր պատասխանը, որ ես արևի տակ շատ ժամանակ չեմ անցկացնում, չնայած ես մի անգամ ասել եմ ձեզ, որ արևից առաջացած այսպես կետեր ունեմ, մքացված հատվածներ ունեմ աչքիս շուրջը, բայց չեմ բողոքում, ոչինչ չեմ նեղվում ես դրանից։ Ժողովուրդ ջան, ուրեմն քիչ առաջ հյուրասենյակն էի դասավորում ու այն ինչ տեսա, ինձ շատ բարկացրեց։ Ուրեմն դպրոցում այսօր երկու առարկաներից որոշակի աշխատանք ունեին կատարելու, մեկը հինդիից, մյուսը շրջակա միջավայր առարկայից։ Դրանցից մեկի համար պետք էին այսպիսի նկարներ, որտեղ պատկերված են ընտանիքներ, փոքր ընտանիք, մի քիչ մեծ ընտանիք եւ ավելի մեծ ընտանիք, ծնողներից ու երեխաներից բաղկացած ընտանիք, այս մյուս ընտանիքում տատիկ, պապիկներ եւ մի մորաքույր կա ոնց որ թե Եվ այս մյուս ընտանիքում արդեն քեռիներ իրենց երեխաների հետ, հորեղբայրներ եւ այլն։ Նկարները առավոտյան տպեցի, որ հետը տանի ու այսպիսի թղթի վրա պիտի փակցնեին ու մի քանի խոսքով բացատրեն, թե նկարներն իրենցից ինչ են ենթադրում, ինչ են նշանակում, մի խոսքով։ Հինդիի ուսուցչուհին էլ ասել էր, որ 5 տարբեր երկրների դրոշներ ուղարկենք, այս երկրների մասին 1-2 նախադասության պետք է գրեն, նաև դրոշները նկարագրեն հինդիով, գրավոր տեսքով ու խնդրեմ, ես պատրաստել էի, դրել էի սիրուն ֆայլի մեջ, դրել էի պայուսակի մեջ ու պարզվեց, որ ինքը չի տարել, որովհետև մի բնավորություն ունի, երբ ինքը չի տեղադրում, երբ ինքը չի դնում իր դասագրքերը պայուսակի մեջ, ինքը անպայման պիտի մի հատ ստուգի, արդյոք ճիշտ է դրված, ես եթե 10 անգամ էլ ասեմ, որ Ռոնի ես ճիշտ դրել եմ բոլոր առարկաների գրքերը, տետրերը դրել եմ, ինքը պետք է մի հատ անպայման ստուգի, անգամ մատիտի այդ տուփն է բացում, մատիտների տուփը, տեսնի հանկարծ հոմի մատիտ չի պակասել դրանից, բացել է, երևի ինչ որ գիրք է հանել դրել, չգիտեմ ու սա էլ հանել է ու մոռացել է դնել գրքի մեջ։ Սիրելիներս, Արեգի համար նոր խաղ եմ գնել, Ռոնին էլ է սրանից ունեցել, բայց կապիկներ էին, սրանք մարդիկ են, մարդուկներ են։ Սպասում ես։ Չոքևորված է։ Բացի դե։ Ինչա։ Փայտյա խաղալիք է, դնում ենք այսպես, հետո պիտի վրան շարենք, բալանսի բերենք, հանկարծ չընկնեն։ Տես, չինական է, իդեպ չինարեն է գրած, տեսեք, հնդկական չի, հնդկական արտադրության չի։ Բայց այս փայտիկներին չի համար են, բասի տեսնենք այս փայտիկներին ինչի համար են։ Օպրես, մյուսը, հիմա սա։ Սա դիր, այստեղ, սրա վրա դիր բալա։ Ոչինչ, լավ, կսովորենք։ Լավն է շատ, հետաքրքիր զբաղմունք է, Ռոնիի հետ միասին կպատրաստեն, կշարեն։ Տեսեք տարբեր ձևերով։ Ռոնին ավելի հավեսով կխաղա, հիմա պարզ է, որ Արեգը չի կարողանալու սիրուն ամբողջությամբ շարել, բայց կսովորի, կզբաղվի, զբաղմունք է հետաքրքիր։ Ընթացքում կսովորի։ Այս քաղցրես։ Ինչ է։ Ռոնի, բարև բալ։ Բարև։ Դու ինչի էր պրոջեկտը մոռացել արևս։ I forgot. Արեգի նոր խաղն է։ Բայց ինձ ասա հələ, Ռոնի, դու հանել էիր պայուսակից ու մոռացել էիր դնել, բալես։ Ստացար, բալես, ստացար թղթերը։ Արեցիր։ Look. The first. These are correct. Սա ես կնայեմ, լավ, ոչինչ, սա ես կնայեմ, բայց դու ինձ ասա պրոջեկտը արել ես։ Հա։ Ժամանակին հասավ տեղ։ No. Not that much. Արդեն մյուս երեխեքը արել էին, դու հետո արեցիր։ Yes, I did after something. So the other teacher who takes care of the special child,
She helped me. Correct. Yes, for now. Computer? Huh. Correct. Look, the answer to the following I also read. Correct. Գիտեք ինչն է ցույց տալիս, քննությունների են պատրաստվում ու քննություններից մեկ շաբաթ առաջ մի շաբաթ շարունակ կրկնողություն են անում բոլոր առարկաներից։ Այս իրենց ոնց որ փորձնական քննական թեստն է, ամբողջի ցույց է տալիս, որ ճիշտ է գրել։ Ընդհանրապես սխալ չես արել, բալա։ Այս համակարգիչ առարական է սա։ Արեգ ջան, հələ այս կողմ գալես։ Դու էլ ես ուզում կադրում երի ասում։ Սա մարաթին է։ Correct. Wrong. Մի հատ սխալ ես արել, դա ո՞րն է։ In banana we call ananas, but I circled bananas. Fananas? Չգիտես որ անանաս է, բալես։ Fananas դու որտեղ ես լսել։ Ես ցույց տալիս։ You know what is the meaning of bananas? From ananas is called that it is a roasted pineapple. Հորինեցի։ Հորինում ես չէ։ The proper pineapple, but Արեգ, գեր ճաշիկը բալես։ Արեգը նոր սովորություն է ձեռք բերել, ուտելիքը պահում է բերանի մեջ, գուցե մի կես ժամ այսպես բերանի մեջ պահի, հետո նոր կուլ տա կամ եթե կուլ չի տալիս, հանում է, թափում է դուրս։ Ձեր երեխաները նման բան անում են։ Եթե շուրթերը այսպես են, ուրեմն բերանի մեջ ուտելիք կա պահած։ Ժողովուրդ ջան, ես վերջի իր թղթերը ուղարկեցի դպրոց։ Ուղարկեցի, ճիշտ է դասաժամն անցել էր արդեն, բայց ուսուցչուհին իրեն առանձին նստեցրել է, ինքը արել է իր առաջադրանքը, մի խոսքով։ Իջի լավ, իջի փոխվի, որ գնում ենք ֆուտբոլի բալես։ Դուրս արի, դրան հետևում իմ արի փակի, շոր հակնենք գնանք, ապերին տանենք ռիքշայով տանենք, հա? Արի, հիմա չէ, հակնվենք, շոր հակնես նոր, արի, կողցուրս, արի։ Մենք ֆուտբոլի ճանապարհին ենք, ես Արեգի շորերը փոխեցի, այդքան ժամանակ անցավ, բայց դեռ իր ուտելիքը բերանում է։ Կուլտուր բալա։ Մենք Ռոնին թողեցինք ֆուտբոլի տեղը ու գնում ենք պաղպաղակ ուտելու։ Hi. Hi? Say hi. Անուն միացավ մեզ, մեր բարի աղջիկներից հիշում եք իրեն։ Ու Արեգը ամաչում է, չես ամաչում, դու չգիտես այդ տոտային, հա? Չեղա բալես, ինչ եմ կարում։ Անցած գիշեր վարսակ էի թռչել, ամբողջ գիշեր թողեցի ջրի մեջ, որպեսզի առավոտյան ավելի հեշտ եփվի, փափուկ լինի, ու սովորաբար թռչելուց հետո առավոտյան կամ փենքեյք եմ պատրաստում, կամ եփում եմ այդպես կարագով Արեգն ու Ռոնին ուտում են։ Այս անգամ փենքեյք պատրաստեցի, վարսակին ավելացրեցի բանան, աղացած դդմի կորիզ, մի քիչ դարչին, կաթ եւ ձու, ձուն չտեսաք դուք տեսանյութում, բայց հետո ես ավելացրեցի։ Այսպիսի փափուկ, համեղ եւ օգտակար փենքեյքեր են ստացվում, դուք էլ փորձեք։ Ռոնին հայերեն բառերի թելադրություն էի տվել, բառերը թելադրել եմ, ինքը պիտի գրեր ճիշտ, տեսնենք քանիսն է ճիշտ գրել, մատիտ, նապասատակ, բալես, արի հելա, մի ան ավել ես գրել, նապասատակ, այս ան չկա, ընկար, ընկեր եմ ասել, Ռոնի, այի փոխարեն ինչ պիտի լինի, կարդում ենք, բայց ինչ տառ ենք գրում, կարդում ենք, է ասում, չենք ասում,
Է ասում ենք, Ե գրում ենք։ Շուշան ասել եմ աղջիկը անուն կգրես։ Ուրեմն ոնց պիտի գրես։ Մեծատառով։ Ու փոքրատառ շն էլ սխալ է գրված Բալջան։ Փոքրատառ սա հինդիի նման ես գրել։ Հինդիի ո՞ր տառն ես գրել սա։ Ոչի շն անցած անգամ էլ ուղղեցինք, բայց չես հիշում։ Ռոնի արեգը բարձրացավ մի հատ կանգնի մոտը բալ։ Մանուշակը ճիշտ է գրել, այստեղ ջնջում է արել, չգիտեմ ինչ է գրել։ Ռոպե։ Երկու հատ սխալ ես արել, կգտնես քո սխալը։ Օ կարդում ենք ու ինչ տառ ենք գրում։ Ո գրում ենք, այո, բա գիտես ինչի չես գրել բալես։ Օ կարդում ենք, ո գրում ենք։ Ռոպե, ասում եմ ռոպե, չեմ ասում ռոպա։ Ինչ ես լսում վերջում, ռոպե։ Է կարդում ենք։ Ե գրում ենք։ Անուշադրության հետևանքով արված սխալ է սա։ Են, ռոպա։ Եթե շշաձև է գրած լիներ, էլի կհասկանայի, որ մոռացել է, ոնց կարդում է, այնպես գրել է։ Սա ինչ է, Ռոնի։ Տատրակ։ Ինչ ես գրել, տարակ։ Մյուս տնն ուր է, բայ, երկրորդ տնն։ Ոտքերն առել գնացել է։ Ես կերել եմ։ Դու կերել ես։ Սոված էի։ Տատիկը ճիշտ է գրել, Լուսինը ճիշտ է գրել։ Էսա լն ճիշտ ես գրել, բա ինչ էր ասում, ամ լն չեմ հիշում։ Ճիշտ ես գրել, ապրես։ Հիմա այս սխալների ուղում ենք անելու։ Հարգելիներս, ուրեմն ես այս տեսանյութը նկարելիս վստահ եմ եղել, թե ձայնը ձայնագրվում է, բայց փաստորեն ոչ, հետո երբ արդեն սկսեցի մոնտաժ անել, հասկացա, որ ձայն չի ձայնագրվել, խոսափողից հետ կապված խնդիր է առաջացել, այդպես չի ձայնագրել, բայց հոգ չէ, որովհետև ես այսպես էլ կարող եմ ձեզ հետ խոսել։ Այս վիդեոյում դուք տեսնում եք, որ ես ինչ-որ փաթեթ եմ բացում, Արեգիս համար նոր խաղ էի պատվիրել, նոր զարգացնող խաղ, շատ հետաքրքիր, ճիշտ է, հենց այս տարիքին գուցե համապատասխան չէ, մի քանի ամիս էլ դեռ ունի, որպեսզի կարողանա ճիշտ ամեն ինչ տեղադրել իր տեղը, բայց ես իր մեջ հետաքրքրություն առաջացնելու համար գնել եմ սա, ես իրեն կօգնեմ, կտեղադրենք, Ռոնիի հետ էլ կխաղա, Ռոնին սիրում է այսպիսի խաղեր, փոքր ժամանակ էլ ունեցել է շատ նմանատիպ խաղեր ու Արեգին կօգնի միասին կտեղադրեն, մինչև հետո Արեգը ավելի լավ կկարողանա հասկանալ ու ինքնուրույն անել։ Իդեպ վերջերս իմ ստացած մեկնաբանություններից մեկին էի ուզում անդրադառնալ, խոսել այդ մասին եւ ձեր տեսակետն իմանալ։ Հիմա այս կադրերի հետ մեկտեղ ասեմ։ Անցած վլոգներից մեկի տակ մի հետևորդ, չգիտեմ, բաժանորդագրված է ալիքին, մշտական հետևորդ է թե ոչ, ոնց որ թե առաջին անգամ էր գրում, գրել էր իր կարծիքն էր հայտնել, գրել էր, որ ոչ մի ճոխ բան չկա, շատ հասարակ տուն է ձեր տունը, Հայաստանի տներն ավելի ճոխ են։ Նախ ես չեմ հիշում երբևէ որ հարցրած լինեմ, ինչ եք կարծում, մեր տունը ճոխ է թե ճոխ չէ կամ համեմատած լինեմ ինչ որ մեկի տան հետ, եւ երկրորդ ճոխ ասելով ինչ նկատի ունեք։ Եթե ճոխությունը ձեզ մոտ ասոցացվում է ռոկոկո եւ ոսկեզոծ կահույքով ու պատերով, ու եթե դուք դա եք հավանում, ապա իհարկե մեր տունը շատ հասարակ է ձեզ համար։ Այո, հասարակ տուն է, սովորական տուն է, ոչ մի ճոխություն։ Ճոխ տան մեջ ապրելը չէ, որ մարդուն երջանկացնում է, եթե մարդը դատարկ է ներսից։ Դատարկ ասելով նկատի ունեմ ոչ միայն ներքուստ անբովանդակ լինելը, այլ նաև դժբախտ լինելը կյանքում, խարխլված անձնական կյանք ունենալը, անհաշտ հարաբերություններ ընտանիքի անդամների հետ, ինքն իր հետ։ Իսկ եթե մարդու կյանքում ամեն ինչ հրաշալի է, տունն էլ ճոխ է, միայն կարելի է ուրախանալ նրա համար։ Շատ ուրախ եմ, եթե հիմա Հայաստանում բոլորն ավելի ճոխ պայմաններում են ապրում, իսկ սիրելիներս ձեզ համար ինչ է ճոխությունը, ինչ տեսակի տներ եք դուք սիրում, կամ եթե դեռ տուն չունեք, ինչպիսին եք պատկերացնում այն, գրեք կոմենտներում, հետաքրքրությամբ կկարդամ։ Վերջ հարգելիներս, այսքանով էլ ավարտեմ այսօրվա վլոգը, կսպասեմ ձեր լայքերին, եթե հավանեք տեսանյութը, հիշեք, որ ձեր ամեն մի լայքը ինձ շատ է օգնում է ալիքիս առաջ խաղացմանը, ինձ մոտիվացիայի աղբյուր է, որպեսզի արթնանամ ու մտածեմ նոր վլոգ նկարելու մասին, ինչպես նաև ձեր կոմենտներն են շատ մոտիվացնում, բաժանորդագրվեք ալիքին, սեղմելով subscribe կոճակը, եթե դեռ չեք բաժանորդագրվել, ու այն փոքրիկ զանգակի կոճակը սեղմեք, որպեսզի բաց չթողնեք տեսանյութերը։ Տեսնում եմ նոր վլոգների տակ մարդիկ հարցեր են տալիս, որոնց պատասխանները նախորդ վլոգներում կա, իհարկե բաց են թողել, գուցե իհարկե ժամանակի սղության առումով էլ ոչ միշտ եք հասցնում դիտել, բայց եթե ծանուցումը ստանաք, ժամանակ էլ ունենաք, կբացեք ու մի քանի րոպե մեզ հետ կանցկացնեք։
Շնորհակալություն եւ մինչ նոր հանդիպում։